Շնորհակալություն։ Ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր համագումարը հայտարարում եմ բացված։ Նախ կցանկանամ տեղեկացնել, թե ինչու ենք մենք ստեղծում ազգային հեղափոխություն կուսակցություն, ինչու ազգային ու ինչու հեղափոխություն կուսակցություն, որովհետև նախ 91 թվականից սկսած, երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախացել է, սխալ ճանապարհով է գնում ու ամեն անգամ երբ որ ասում են ինչու հեղափոխություն, որովհետև էվոլյուցիոն ճանապարհով հնարավոր չի այս պետությունը խելքը գլուխը բերել։ Ուղղակի հնարավոր չէ, այսինքն հիմքը սխալ է դրվել, սխալ ուղղությամբ են գնացել ու սխալ տեղ են գնում։ Ու ինչքան էլ հետագայում փորձենք ճիշտ ուղղությամբ տանել, հնարավոր չի լավ բան ստանալ։ Դրա համար մեզ պետք են հեղափոխական մոտեցումներ ու բոլոր ոլորտներում է պետք հեղափոխական մոտեցումներ ունենալ։ Ինչու ազգային, որովհետև Հայաստանի Հանրապետությունը առաջի հերթին հայ ազգի պետությունն է, առաջի հերթին։ Հետո նոր մնացած բոլոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազգային փոքրամասնություններ, բայց առաջի հերթին ազգային հեղափոխություն է մեզ պետք։ Երկար են քննարկումներ տեղի ունեցել, թե ինչու ենք մենք փորձում կուսակցություն ստեղծել։ Նախ տեղեկացնեմ, որ 21 թվականից պատերազմից հետո, երբ որ ունեցանք նոր իրավիճակ ու առերեսվեցինք այս իրականության հետ, մենք մեր ընկերներով, առաջի հերթին մարտական ընկերներով, հետո արդեն ավելի լայն շրջանակներ ներգրավեցին, ստեղծեցինք մարտական եղբայրություն միաբանությունը։ Ու միաբանությունը չի վերածվում կուսակցության, հակառակը միաբանությունից ծնվում է կուսակցություն, միաբանությունից մինչև այդ ծնվել է հիմնադրամ, որը բազմաթիվ գործեր է իրականացրել, միաբանությունից ծնվել է ռազմամարզական կառույց ՀԱԲ-ը, Հայկական անկախության բանակ, որը որ գործունեություն է իրականացրել Տավուշում եւ Երևանում։ Հերթականը կուսակցությունն է, որպես գործիք մեզ հարկավոր է նաեւ կուսակցություն, որպեսզի կարողանանք քաղաքական process-ների մասնակցել։ Ինչու ենք մենք ստեղծում կուսակցություն ու չենք փորձում միանալ ստեղծված այլ կուսակցություններին, որովհետև այն առաջարկությունները, որը որ մենք ենք անում, այս պահի դրությամբ այլ քաղաքական ուժերի մոտ կամ մի կետը կամ մի քանի կետը բացակայում են։ Առաջի հերթին, երբ որ մենք ստեղծել ենք մարտական եղբայրություն միաբանությունը, մենք ասել ենք, որ նոյեմբերի 9-ը դա մեզ պարտադրված պարտություն է եղել, մեզ խաբել են, իրականությունը այն չէ, որ մենք պարտվել ենք, մենք կորցրել ենք 3 շրջաններ, բնականաբար դա ցավոտ էր, ունեինք զոհեր, բայց հայ ժողովրդի ներուժը բավականացնելու էր, որպեսզի դիմադրությունը շարունակեինք։ Ու մենք ցանկանում ենք նաև հայ ժողովրդին տեղափոխել, հայ ազգին տեղափոխել նոյեմբերի 8 այն հոգեբանությունը, որ հայ ազգը 20 թվականի նոյեմբերի 8-ին ուներ։ Ու ստեղ ներկաներից ու մյուսներից, ովքեր որ հետագայում մեզ կլսեն, մեր ընկերները, բոլորը վստահ են, որ նոյեմբերի 8-ին չունեն այն տրամադրվածությունները, որ այսօր մեզ պարտադրվում է ամեն օր, ու որ շատերը սկսել են դրան հավատալ, որ մենք ի վիճակի չենք ինչ-որ մի բան անելու, մենք ի վիճակի չենք մեզ պաշտպանելու։ Դրա համար մենք ամենասկզբում մերժել ենք նոյեմբերի 9-ը ու ցանկացած երկրի մերժում ենք, որ մեր տարածքով կտանք որևիցե ճանապարհ անխոչընդոտ գնալու համար։ Նույն կերպ մերժում ենք նաև այսպես կոչված ճակերտավոր թրի ասվածը, օգոստոսի 8-ը, որովհետև երբ որ մենք նոյեմբերի 9-ը մերժում ենք, ասում են, այ դուք արևմուտքին եք պաշտպանում, արևմուտքը երբ որ գա, արևմուտքի ցանկացած ճանապարհ դուք պատրաստ կլինեք սպասարկելու։ Մենք ասում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պահին իբր թե անվտանգության երաշխիքներ տալով ցանկանում է Հայաստանով անխոչընդոտ ճանապարհ տալ, դա նույնն է ինչ որ Զանգեզուրի միջանցք, ոչ մի ուրիշ բան չի։ Մենք դեմ ենք նաև այդ Զանգեզուրի միջանցքին, ցանկացած ֆորմատով, դա կլինի Եվրոպայի հովանավորությամբ, ԱՄՆ-ի հովանավորությամբ, Իրանի կամ, չգիտեմ, Ռուսաստանի հովանավորությամբ, մենք բոլոր ֆորմատներին դեմ ենք։ Այս պահին գործող քաղաքական ուժերից որևիցե մեկից մենք չենք լսել, որ հստակ ֆիքսեն, որ որևիցե տարբերակի դեմ են։ Մենք նաև ֆիքսել ենք, որ չենք հավատում այն խաղաղությանը, որը որ այսօր տարբեր քաղաքական ուժեր, տարբեր մոտեցումներով գովազդում են։ Մեկը ուժեղ, մեկը իրական, մեկը իրատեսական։ Ես մի պարզ հարց կարող եմ առաջ քաշել։ Հայաստանում չկա որևիցե մի մարդ, ով կարող է հայ ժողովրդին երաշխիքներ տալ Ալիևի փոխարեն։ Մեր դեմ պատերազմողը Ալիևն է։ Հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետության այսօր հայ քաղաքական գործիչներ իրար հերթ չտալով փորձում են համոզել, որ իրենք Ալիևի փոխարեն կարող են որոշում կայացնել, որ լինելու է խաղաղություն։ Սա կեղծ օրակարգ է։
Դրան հակառակ մենք ասում ենք, որ առաջի հերթին պետք է ունենանք անվտանգություն, ու անվտանգությունը պետք է հիմնված լինի առաջի հերթին հենց մեր ուժերի վրա, որովհետև եթե մենք մեզ չկարողանանք պաշտպանել, երբեք մենք չենք ունենա դաշնակիցներ։ Իսկ թե ովքեր կլինեն մեր դաշնակիցները, դա կերևա, երբ որ մենք մեզ կպաշտպանենք։ Դա կլինի ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, կարևոր չի։ Մենք կունենանք դաշնակիցներ, երբ որ մենք ինքներս մեզ կպաշտպանենք ու կհասկանանք ում հետ է մեր շահերը համընկնում, բայց առաջի հերթին մենք պետք է ունենանք մեր ուժերի վրա հիմնված անվտանգություն։ Սրանից բացի կցանկանամ նաև տեղեկացնել, որ մեզ համար փակ չի նաև Արցախի էջը։ Այսօր հայկական քաղաքական ուժերը բոլորը միահամուռ կերպով մոռացել են ու փորձում են այլ բաներ բանակցել։ Այստեղ ներկա են նաև Արցախից մեր ընկերները, մեր հարազատները։ Ես ասում եմ, որ Արցախի էջը փակ չի։ Արցախի հարցով խառնված են եղել աշխարհի հզորագույն պետությունները, ՄԱԿ-ի անվտանգության մշտական անդամներից 3-ը, գոնե 3-ը։ Ու այդ պետությունները ֆիքսել են մի բան, որ պետք է ուժի բացառման սկզբունքով, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներով հարցը կարգավորվել։ Ու ուժի բացառման սկզբունքը խախտել է Ադրբեջանը, ու բոլորը այսօր լուր են։ Ոչ մեկ Ադրբեջանի հետ կապված պարենտեզաներ չի ներկայացնում։ Ու նույն այդ գերտերություններն էլ ոչ մեկ հարց չի առաջ քաշել։ Հենց մեր կողմից, մեր պարլամենտական ուժերը, որևիցե մեկը միջազգային հարթակներում հարց չի առաջ քաշել, որ ինչպես է, որ դուք թույլ տվեցիք, որ Ադրբեջանը ագրեսիա իրականացնի Արցախի նկատմամբ։ Դուք եք ասում, որ ուժի բացառման սկզբունքով պետք է հարցը կարգավորվի։ Ու հա, մենք չենք հրաժարվում Արցախի հարցից, Արցախի հարցը ակտուալ է, Արցախի հարցը բաց է։ Հայ ժողովուրդը 88 թվականին ոտքի է կանգնել, հայ ժողովուրդը ֆիքսել է, որ ինքը գնում է անկախության, ինքը գնում է Արցախը ազատագրելու, ինքը ազատագրել է, հետագայում դավաճանվել է սեփական իշխանությունների կողմից, բայց հայ ժողովուրդը հակառակ քայլը չի արել։ Դրա համար հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, ինչքան էլ որ այսօրվա իշխանությունները փորձեն ասել, որ Ղարաբաղյան շարժումը վերջ է ունեցել, այլևս գոյություն չունի Ղարաբաղյան շարժում, մենք իրենց հակառակն ենք ասում։ Այդ Արցախյան շարժումը շարունակվում է։ Ու ոչ միայն Արցախյան, այլ նաև Հայաստանի Հանրապետության անկախության շարժումն է շարունակվում։ Ես այսքանով կսահմանափակեմ ելույթս եւ խոսքը կփոխանցեմ մեր Դալաքյան Ռուբենին։ Ներկայացնում նախ Դալաքյան Ռուբենը ով է։ Ռուբենը մեր մարտական եղբայրության անդամներից է, կուսակցության հիմնադիր կազմից է։ Ռուբենը միջուկային ֆիզիկոս է, գիտությունների թեկնածու, դոցենտ, հա, դոցենտ չէ, նոր ինչ կոչվում էր, դոկտոր, հա, դոկտոր, պատերազմի մասնակից, առաջի օրվա պատերազմի մասնակից է, գնացել է ջրականի ուղղությամբ է մասնակցել պատերազմին, շարունակել է մարզվել իր վրա աշխատել է, Հայաստանում արժեք է ստեղծում, ներկայացնում այլ երկրներում Հայաստանը որպես գիտական պոտենցիալ ունեցող երկիր, բարձր է պահում մեր պատիվը ու բացի այդ դիմադրող մարդ է։ Ռուբեն ջան։ Շնորհակալություն Մասիս ջան, մի քիչ sense շատ բուրըն ներկայացնելու համար։ Ազգային հեղափոխություն կուսակցության հիմնադիր անդամներ, հյուրեր, ողջունում եմ բոլորիս։ Սա եւս մեկ նոր հերթական կուսակցություն չէ։ Նոր չէ, որովհետև մարտական եղբայրությունն է, ուրեմն նախաձեռնել այս կուսակցության հիմնադրումը իր վերջին 5 տարիների գործունեության արդյունքում ձևավորած ծրագրի, գաղափարների եւ արժեքների հիմքով եւ հերթական չէ, որովհետեւ այն խիստ տարբերվում է այսօր Հայաստանի հայկական քաղաքական ամբողջ դաշտից։ Ինչու ենք որոշել հիմնել այս կուսակցությունը։ Մենք համաձայն չենք կեղծ խաղաղության քարոզին եւ փափուկ բարձին, որ դրվում է գլխի տակ։ Գրեթե բոլոր ուժերը համակերպվել են պարտության հետ, բայց դա քողարկվում է խաղաղություն կեղծ անվամբ։ Եվ մենք այսօր հավաքվել ենք ասելու, որ այդ բոլոր քաղցր խոսքերը քաղցր թույն են մեզ համար, դրանք թուլացնում են հայ ժողովրդի զգոնությունը, պայքարի կամքը եւ ուժեղ երկիր կլինի միայն սեփական ուժերի վրա հիմնվելու, հավատալու այդ ուժերին եւ
պայքարելու միջոցով։ Միայն այդ դեպքում։ Հայ ժողովրդի ամենամեծ խնդիրներից մեկը հենց այս հավատն է սեփական ուժերի հանդեպ։ Երկար տարիներ ապրելով ռուսական խորհրդային իշխանության ներքո մեր սերունդները դաստիարակվել են, որ մենք փոքր ազգ ենք, որ մենք ունակ չենք այս տարածաշրջանում թուրքերի, մյուսների դիմաց պաշտպանելու մեր անկախությունը եւ հույսներս պետքա դնենք այլ մեծ տերությունների վրա։ Մենք փոխելու ենք այս գիտակցումը։ Մենք ցույց ենք տալու, որ կա ճանապարհ, մենք աշխատում ենք ծրագրերի վրա եւ միայն իրական արժանահավատ ծրագրային ելք ցույց տալով է հնարավոր փոխել մեր ժողովրդի մեջ այս գիտակցությունը։ Սա ամենակարևոր գործերից մեկն է, որ մենք պետք է անենք եւ ես շատ ուրախ եմ, որ այսքան մարդ տեսնում եմ, ովքեր որ չեն հանձնվել, ովքեր որ հավատում են հայ ժողովրդին, ովքեր չեն համարում, որ հայ ազգը փոքր ազգ է, Հայաստանը փոքր պետություն է։ Բոլորը խաղաղություն են քարոզում, դրա տակ պարտություն է եւ չկա հաղթանակի կուսակցություն։ Մենք այսօր հիմնում ենք հաղթանակի կուսակցությունը եւ դա ես մեծ պատասխանատվությամբ եւ մեծ հպարտությամբ եմ ասում։ Շնորհակալություն բոլորին։ Ինչ պիտի ի կատար, անպայման։ Խոսքը կցանկանամ փոխանցել Կարմեն Մարտիրոսյանին, ով նույնպես պատերազմի մասնակից է, 20 թվականի պատերազմի մասնակիցներից։ Մասնագիտությամբ լրագրող, աստվածաբան, լավ ընկեր, լավ քույր, հոյակապ հայ մարդ։ Բարև ձեզ։ Որպես լրագրող եւ աստվածաբան ես այսօր այս քաղաքական հարթակում պիտի չլինեի, որովհետեւ գիտեք, որպես լրագրող, չեզոք լրագրողը չպիտի լինի քաղաքական որևէ կողմնորոշման կրող, իսկ աստվածաբանը էութենական բարձունքներից պիտի նայի աշխարհին, կյանքին, հետեւաբար որպես ստեղծագործող, այսպես վերլուծող անհատ ես պիտի իմ գործին լինեի, բայց 2020-ի պատերազմը հիմնիվեր փոխեց նաեւ իմ կյանքը եւ այն այլևս չի կարող լինել առաջվանը։ Ես այլևս չեմ կարող լինել ուղակի լրագրող եւ ուղակի աստվածաբան։ Պատերազմին ես պիտի մասնակցեի բոլոր օրենքների համապատասխան որպես լրագրող, որպես լուսանկարիչ, որպես օպերատոր, որպես վավերագրող, որովհետեւ նախքան պատերազմը ես անցել էի բոլոր հնարավոր վերապատրաստումները, դասընթացները ռազմական լրագրության եւ վստահ էի, որ մեր երկրի ղեկավարությունն էլ պիտի քաջ գիտակցի գրագետ խոսքի կարևորությունը ռազմադաշտում մեր հայրենակիցների համար, աշխարհի համար։ Բայց ինչպես շատերդ գիտեք, մեր հայրենի կառավարությունը Արցախում հայ լրագրողների գործունեության համար էական խոչընդոտներ ստեղծեց եւ ես ի վերջո Արցախ մեկնեցի ոչ որպես մասնագետ, այլ որպես կամավոր։ Եվ պատերազմում, եւ հետո իմ մասնագիտական գործունեության մեջ անձնական զրույցներում շարունակաբար համոզվել եմ, որ հաղթանակը մերը կլիներ, միանշանակ մերը կլիներ, եթե կազմակերպված առաջնորդումը լիներ հաղթական գծի մեջ։ Բայց ի սկզբանե, հենց առաջին ժամերից որդեգրվել էր պարտության քաղաքականությունը։ Եվ որոշված լինելով, որ մենք պարտության կրողն ենք, պես ընդհանրապես մի բան էր թողնվել, ինչպես վերաբերվել այդ պարտությանը։ Հիշում եք երևի հայտարարությունը պատերազմի մեկնարկից ժամեր անց, եկեք պայմանավորվենք, որ մենք մեզ պարտված չենք ճանաչելու, այսինքն պարտությունը իրողություն է, մենք ուղղակի մեզ պարտված չենք ճանաչելու։ Եվ դրանից հետո եւ մինչ օրս մենք շարունակում ենք այդ նահանջի, այդ պարտվածի հոգեբանությունը կրել, եթե հիշում եք, առաջինը հենց պարտված ճանաչեց իրեն պարտված չճանաչելու կոչ հնչեցնողը։ Եվ դրանից հետո համարեց, որ որպես պարտված պիտի նահանջենք, որպես պարտված մեր իրավունքներին պիտի տեր չկանգնենք, որպես պարտված մենք պիտի ուղղակի լռենք եւ ենթարկվենք մեր թշնամու պահանջներին։ Այս ամենը շատ դառն է ասել, բայց ես նորից ուզում եմ որպես ականատես, որպես մասնակից վկայել, որ իրականում կանգնողել կար,
կռվող էլ կար, ուժ էլ կար, կամք էլ կար եւ ինչպես հետո պարզվեց զենք էլ կար։ Այդ ամենը կազմակերպելու համար, եթե հիշում եք Բաքվի շքերթում ներկայացված մեր այդ ռազմավարը, իրականում մենք զենք էլ ունեինք, որը ուղղակի չկրակեց, չտրվեց։ Ես ուզում եմ հիշեցնել նաև, թե ինչպես չտրվեց զենքը, չտրվեց կրակելու հրամանը։ Ես այնտեղ եմ եղել եւ հիշում եմ մարդկանց, ովքեր մինչեւ վերջին պահը նույնիսկ հայտարարությունը կնքելուց հետո պահանջում էին, որ իրենց ուղարկեն Շուշին մաքրելու։ Շուշիի համար մարտերի պատրաստ մարտիկների ես անձամբ եմ տեսել եւ իրենց ասվել է սպասեք հրամանի։ Իրենք ես կարող եմ ասել մենք պայքարի պատրաստ սպասեցինք հրամանի։ Մենք հրամանի սպասեցինք նաև դրանից հետո, նաև Հայաստանում սպասեցինք, լուռումուճ նայելով սոտքի դեպքերին, ջերմուկի դեպքերին, նայելով բլոկադային, ներքին հանդի դեպքերին, հերթականությունը իհարկե խառնեցին, եւ ի վերջո այսպես լուռումուճ նայելով Արցախի դատարկմանը եւ սպասելով հրամանի։ Սիրելի հայրենակիցներ, մենք այդպես հրամանի սպասելով էլ կմնանք, որովհետեւ պայքարի հրաման տվողներ մենք չունենք։ Մենք պիտի դառնանք պայքարի հրաման տվողը։ Եվ ես այսօր այստեղ եմ քաղաքական այս հարթակում իմ ընկերների մարտական եղբայրություն միաբանության անդամների հետ միասին հիմնադրելու քաղաքական կուսակցություն, չնայած որ լրագրող եմ եւ աստվածաբան, որովհետեւ մեր երկրի Հայաստանի Հանրապետության օրենսդրության միակ տարբերակը հրաման տվող դառնալ, պայքարելու պատրաստ լինել, առաջնորդելու պատրաստ լինելու միակ տարբերակը քաղաքականություն մտնելու, կուսակցություն հիմնադրելն է։ Եվ ես վստահ եմ, որ մի օր անպայման մենք հաջողելու ենք, որովհետև ես վստահ եմ, որ մեր համակիչները շատ են։ Մեր համակիչները բոլոր նրանք են, ովքեր Արցախն ունեն իրենց սրտերում, ովքեր չեն համակերպվում այս ահավոր ծռմռված նահանջապաշտականության հետ եւ ովքեր ազատատենչ են իրենց հոգում։ Եվ ես վստահ եմ, որ երբ որ մեր համակիչները միանան մեզ, երբ որ դուք սիրելի համակիչներ կայացնեք այդ որոշումը, որ քաղաքականությունը կեղտոտ բան չի, կուսակցական լինել այսպես սարսափելի բան չի, դա ուղղակի այն տարբերակն է, որով մենք պիտի վերականգնենք մեր երկիրը։ Մեր հաղթանակը կլինի շատ ավելի մոտ, քան պատկերացնում եք։ Շնորհակալություն։ Խոսք ասելու համար կհրավիրեմ Սաղաթելյան Արմենին, ով միաբանության կարևորագույն դեմքերից է, ով նույնպես գիտությունների թեկնածու է, ֆիզիկոս, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների մասնագետ, IT կազմակերպության համահիմնադիր, մեծ ընտանիքի տեր, 3 զավակների հայր, հոյակապ անձնավորություն, Արմեն ջան։ Մարև ձեզ, շատ դժվար կլինի իրականում Կարմենի ելույթից հետո, չգիտեմ ինչ պիտի ասեմ, որ նույն մակարդակը պահեմ, բայց կփորձեմ։ Ես ուզում եմ խոսել ընտրությունների մասին, բայց ոչ ազգային ժողովի ընտրությունների, այլ այն ընտրությունների, որ ամեն մեկս մեր համար անում ենք կյանքում, ու մենք ընտրություն ենք կատարում ամեն օր, սկսած, չգիտեմ, փոքր ժամանակվանից սովորել թե խաղալ, մինչև ինչքան աշխատել, ինչքան լավ մասնագետ դառնալ, փողի հետևից գնալ թե սկզբունքների, հայրենիքի հետ քո ապագան կապել, թե որտեղ հաց այնտեղ կաց, սկզբունքով ապրել, պայքարել հայրենիք ունենալու համար, թե ասել ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Սրանք բոլորը ընտրություններ են ու ազատությունը մարդու ընդհանրապես, ազատությունը հենց այդ ընտրություն կատարելու հնարավորությունն է, բայց ազատությունը նաև պատասխանատվություն է ենթադրում։ Ու ես կասեմ ավելին, մարդ ազատ է այնքանով,
որքանով որ պատրաստ է պատասխանատվություն վերցնել իր վրա։ Ու շատ կարևոր բան, որի մասին հաճախ չենք մտածում։ Մեր որոշումները ամենօրյա ազդում են ոչ միայն մեր վրա, այլ ազդում են մեր շրջապատի, մեր ընկերների, մեր ընտանիքների վրա, նաև մեր երեխաների ու ապագայում մեր թոռների համար այն որոշումները, որ մենք պետք է կայացնենք այս պահին, դրանով ապրելու են, դրա մեջ ապրելու են մեր սերունդները։ Ու այդ ընտրությունները, որ մենք ամեն օր կատարում ենք, եւ ազգի եւ անհատի կյանքում միշտ կա ինչ-որ գայթակղություն, լսել են ձայները, են խորհուրդները, թե ոչ մի ման քեզնից կախված չի, դու չես որոշում, մենք չենք որոշում։ Դա այդ ճանապարհով դրան հավատալը շատ հեշտ է, ու անհատական մակարդակում մարդիկ հավատում են, ճակատագրին են հավատում, ասում են ոչ մի ման, որ ամեն ինչ մեր փոխարեն որոշված է, որովհետև իրականում, եթե դու գիտակցում ես այն մեծ պատասխանատվությունը, այն ահռելի պատասխանատվությունը, որ մենք ունենք մեր ազգի առաջ այս պահին, մեր հազարամյակների պատմության մեջ ես նայում այս մեր իրավիճակը մեր երկրի, այդ պատասխանատվությունը ահռելի է մեր սերունդի վրա, ու դրա համար կարելի է ինչ-որտեղ հասկանալ մարդկանց, որոնք որ ասում են մեզնից չի կախված, մեր փոխարեն որոշված է եւ այլն, բայց ու դրանից շատ լավ օգտվում են միշտ թշնամիները ու մեծ տերությունները ու դարերով միշտ դրանից օգտվել են մարդու այդ հատկությունից, այսինքն մեզ ասել են դուք ձեր համար երգեք, բարեք, ձեր տառերը պահեք, ձեր մշակույթը պահեք, դրանով ուրախացեք, բայց այն լուրջ հարցերում, սահմանների, պատերազմների եւ այլնի, մեծ կայսրությունները կորոշեն ձեր փոխարեն։ Ու դե մարդկանց մեծ մասն էլ ասում է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ու արդյունքում ստանում ենք, գալիս ենք այս իրավիճակին, որ մենք հիմա ունենք։ Ու տենց մի օր արթնանում ենք ու հասկանում ենք, որ մեր ճակատագիրը այլևս մենք չենք որոշում, ու մեր երկրի ճակատագիրը։ Այսինքն մեր փոխարեն որոշում են, գծում են մեր սահմանները, ու մենք ոչ մի բան չենք անում։ Ինչ որ մեկը երկրի ղեկավար լինելով ստորագրում է, ու ինչ որ մեր հայրենիքի մի կտորը տալիս է, ու մենք ինտերնետով փաստացի նայում ենք, որովհետև ձեռքերներս ոչ մի ճար չի լինում դրան մասնակցել, որովհետև մենք չենք որոշում։ Ու վաղը մյուս օր, եթե այդպես էլ շարունակվի, այդ ամեն ինչը շարունակվելու է, քանի դեռ մենք չենք մեր ճակատագրի տերը, վաղը մյուս օր մեզ նաև կարգել են զորք ունենալ, մեզ դե գիտեք, հիմա բոլոր բաները, կետերը չասեմ, հիմա Ադրբեջանում ինչ են պլանավորում, դրա մասին դեռ կխոսանք, դրա մասին մեր ծրագրում էլ կան, սկսած սահմանադրությունից մինչև պետք է որոշեն մենք որտեղ ապրենք, թուրքերը որտեղ ապրեն մեր հայրենիքում։ Ու երբ որ դու նայում ես, նորից ասեմ, երբ որ նայում ես պատմության մեջ այդ պատասխանատվությունը, որ մենք ունենք օրինակ տեղեր, քաղաքներ, գյուղեր, վանքեր, որտեղ որ հազարավոր տարիներ, գիտեմ, քրիստոնեություն ընդունելուց սկսած մինչև հիմա փաստացի համարյա անընդհատ զանգերը հնչել են ու հիմա այնտեղ ոչ մի հայ չկա, դա շատ մեծ պատասխանատվություն է ու մեր ընդհանուր կոլեկտիվ որոշումներով ենք մենք դրան հասել։ Ես որպես անհատ, ես էլ ժամանակին շատ այդպես եմ մտածել, որ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց երբ որ բանը գալիս է, դա արդեն քաղաքականություն չի, դա մեր կյանքն է։ Ես պատասխանատվություն եմ կրում իմ երեխաների առաջ, որ այդ երկիր կարող եմ թողեմ նրանց էլի։ Իսկ ես իմ որոշումը կայացրել եմ, ես իմ երեխաների, իմ թոռների կյանքը պատկերացնում եմ այս հայրենիքում ու ամեն ինչ ինձնից կախված անելու եմ, որ մենք ունենանք անկախ, հզոր, ազատ Հայաստան ու ոնց որ 3000 տարի ապրել ենք կամ 5000 տարի կոնկրետ նայած ոնց նայես, ես անելու եմ ամեն ինչ, որ իմ թոռներն էլ, ծոռներն էլ ապրեն ստեղ ու եւս 3000 տարի մենք կանգուն մնանք։ Ու ու իմ այստեղ գտնվելը հենց դրանով է պայմանավորված։ Այսինքն ես բացարձակ
բացարձակ ցանկություն չունեմ ոչ կուսակցական լինելու, այդ դասական իմաստով, ոչ падգամավոր եմ ուզում լինել, առանձնապես հաճելի բան չի ոչ մեկն էլ դրանից, բայց ես ինձ բերել է այստեղ պատասխանատվությունը, որ ես զգում եմ իմ երեխաների ու իմ պապերի առաջ։ Այդքան է երևի, ժողովուրդ ջան։ Վերջին ելույթի համար իմ իլչած ասեմ, որ վերջին ելույթից հետո գալու է արդեն ծրագրերի ներկայացումը, չի ավարտվում էլի քննարկում, ուղղակի վերջին ելույթի համար հրավիրում եմ Հրանտ Տեր-Աբրահամյանին, պատմաբան, լավ ընկեր, լավ մարդ, 5 քաղաքական գործիչ, բայց նոր դեմ քաղաքականության մեջ։ Կարծում եմ, այստեղ բոլորը Հրանտին լավ եք ճանաչում, ունի մեծ աշխատանք արած թե ռուս-թուրքական վանդակի, թե մեր պայքարի, այժմ էլ ռեկոնստրուկցիա, դեկոնստրուկցիա այդ հաղորդաշարի շնորհիվ, որը որ կրթում է, սերունդներ է կրթում ու որը որ այս պահին մնայուն է։ Հրանտ ջան, համեցեք։ Շնորհակալ եմ բոլորից, որ եկել եք այսօր, իսկական շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես այսօր փորձել եմ, իրոք փորձել եմ կարճ խոսալ, որքան էլ դա զարմանալի է, ինձնից սպասելի չի, բայց իմ ընկերները արդեն ահագին ինձ շատ բան ներկայացրեցին, եւ դեռ մեր բլանը ծրագրերը պետք է ներկայացնի, այնպես որ ես այդ ծրագրային մասի մեջ չեմ խորանա, ես 3 ուրեմն sense կետ եմ առանձնացրել իմ համար, ինչ եմ ուզում հատկապես ինչն եմ կարևորում, որ խոսանք։ Նախ ինչ ենք մենք այսօր ստեղծում, երկրորդը ինչ իրավիճակում եւ երրորդը ինչ ենք անելու։ Շատ կարճ կփորձեմ ներկայացնել։ Ինչ ենք ստեղծում։ Իհարկե շեշտվեց այդտեղ արդեն։ Սովորական կուսակցություն չենք ստեղծում։ Ուժ ենք ստեղծում։ Ուժ, հենց ուժ, բայց ոչ թե նույնիսկ երբ որ օրինակ ասում են քաղաքական ուժ են ձևավորում, եւ շատ հաճախ դա իրական քաղաքական թուլություն են ձևավորում, իրանք ոչ թե ուժ, անունն է ուժ, որտեղ ժողովրդին քարոզում են թուլություն, իրենք են թույլ եւ այս խեղճությունը նորից քարոզում են մեր ժողովրդին, չէ, մենք հենց ուժ ենք ուզում ստեղծենք եւ մենք ուզում ենք, որ մեր երկրում ինչքան որ ուժ կա եւ ովքեր որ ուժեղ կան, մենք վստահ ենք ի վերջո գալու են ստեղա լինելու այդ մագնիսը, ուժի բևեռը, որ երկրի լավագույնը, ստեղծագործը, ուժեղը, դիմադրողության այդ պայքարի ոգին իր մեջ կրողը գալու է ստեղ նաև երիտասարդություն։ Այսօր ամեն շատ ուրախանում եմ, երբ որ տեսնում եմ մեր մոտ գալիս են, դե միջին կազմը sense տնեց, ինձնից 15 տարեկան փոքր են, 10 տարեկան փոքր են, գալիս են 20-30 տարեկան ինձ այս փոքր մարդիկ կան։ Դից ավելի լավ բան չկա, ես դա տեսնում եմ, որ այս սերնդի մեջ, հայերի այս նոր սերնդի մեջ կա այդ հայկական գաղափարը շարունակվում է, իրենք դրա կրողն են։ Սա ենք մենք ստեղծում ուժ եւ ուժային բևեռ է այստեղ լինելու, որը ի վերջո իրավիճակը շրջելու է երկրում։ Երբ որ վերջնականապես այդ ուժային բևեռը ձևավորվի, մենք դրոշ ենք այսօր բարձրացնում։ Ինչ դրոշ ենք բարձրացնում։ Բանականության եւ պատվի դրոշ, դա շատ կարեւոր է եւ դրսի հայացքի համար, որտեղ այսօր մարդիկ դրսից նայում են, ասում են, այս ժողովրդի մեջ չկա, մեռել է ժողովուրդը։ Ուր է ժողովուրդը։ Իր իրավունքների համար պայքարող չկա։ Մենք պետք է ցույց տանք, որ չէ, հայ ժողովրդի մեջ կա այդ դիմադրության գաղափարը, ոգին, պայքարի ոգին կրողը կա, այդ դրոշն ենք բարձրացնելու, որ եւ շեշտում եմ եւ բանականության եւ պատվի դրոշը բարձրացնելու եւ գաղափարի դրոշն ենք բարձրացնելու եւ մենք կարծում ենք, որ այս աշխարհը մենակ նյութականը չի, նյութականը կարևոր է, բայց մենք ունենք գաղափար, ունենք նվիրվածություն եւ այդ գաղափարը համարժեք է, եթե ոչ ավելին է, քան մյուսների նյութական ուժը։ Հեռանկարում գաղափարը հաղթող է։ Հեռանկարում գաղափարն է կարևոր, գաղափարն է ուժեղ, գաղափարը թուլություն չի։ Ոնց որ շատերը այսօր Հայաստանում մտածում են, դե ռեսուրս չունենք, բան չգիտեն եւ այլն, ռեսուրսը կգա։ Երբ որ գաղափարը կա, ռեսուրսը կգա, բայց գաղափարը ավելի ուժեղ է։ Մենք այսօր ավելի ուժեղ ենք, որովհետեւ մենք այսօր ունենք գաղափար, այդ կապիտալը գաղափարական ունենք։ Եվ մյուս կարևոր բանը։ Ես համարում եմ, որ այսօր մենք ինչ որ հիմնադրում ենք, մենք պատմության մեջ ենք հիմնադրում, մենք պատմություն ենք կերտում եւ այսօր այստեղ ստեղծվում է Հայաստանը ապագայում, ոչ շատ հեռու ապագայում, առաջնորդող ուժը։ Ոչ թե նույնիսկ կառավարողը խիրայրթի, բայց կառավարելը քիչ է, պետք է առաջնորդող լինի, որովհետեւ առաջնորդողը նա է, որ ոչ թե հաճոյանում է ժողովրդին, ոչ թե ուզում է դուր գալ, նա է, որ
մի քայլ առաջ է, նա է որ հեռանկարն է տեսնում, ճանապարհն է տեսնում եւ ցույց է տալիս եւ առաջ է տանում, ոչ թե պարզապես ասում է արինես բաներ ասեմ, որ ժողովրդին դուր գա ընտրվեմ, չէ, առաջնորդող ուժը սա է եւ մենք այսօր ստեղծում ենք եւ ես կներեք վստահ եմ, որ սա լինելու է Հայաստանի ապագա առաջնորդող, կառավարող քաղաքական ուժը։ Դա կարող է վաղը չլինի, բայց դա լինելու է։ Ինչ իրավիճակում ենք ստեղծում։ Համատարած կեղծիքի եւ խաբեության իրավիճակի մեջ։ Հատկապես երկու կեղծիք ես կշեշտեի։ Մեկը, երբ որ ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում, այդ մենք գնում ենք դեպի խաղաղություն, չգիտեմ, արտաքին երաշխիքներ, խաբում են ժողովրդին եւ խաբում են բոլորն են խաբում։ Այսօր քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը, հատկապես խոշոր, խաբում են, որպեսզի դուր գան, հաջողանան, խաբում են։ Եվ մենք չենք վախենում ճշմարտությունը ասել, որ հայ ժողովուրդ, եթե դու իսկապես ուզում ես խաղաղ ապրես, դու պետք է պատրաստես պայքարի։ Դա մեզ պարտադրված է, մենք չենք ընտրում։ Մեր ասելիքը գիտեք ես միշտ ինչ հետ եմ համեմատում, երբ որ պատկերացրեք ձմեռա, ցուրտ եղանակա, բուքը բուրանա, մեկը դուրս եկե փողոց տկլոր, դսկի սահակնված։ Ու գոռում է գարունա, ժողովուրդ գարունա։ Մոտենում ես ասում ես եղբայր ջան կամ քույր ջան, գարուն չի, ձմեռա, ցուրտ է, ճիշտ հագնվի, թե չէ լավ չի։ Ասում է չէ, դու ուրեմն գարուն չես սիրում, դու ձմեռ ես քարոզում։ Ոնց որ մեզ հիմա ասում են պատերազմ եք ուզում։ Չենք ուզում, մենք ասում ենք որն է իրավիճակը։ Ձմեռը գարունը ուզելով չի գա։ Եվ եթե ուզում ես որ գարունը գա, ձմեռը քեզ նորմալ պահի, համապատասխան համարժեք պահի, որպեսզի գարունը նորմալ դիմավորես։ Թե չէ կմրսես կսատկես, գարունը չես տեսնի։ Դե որտեղ այնց են ներկայացնում, կարծես հայ ժողովրդի կամքից է կախված այդ գարունը կգա, թե չէ խաղաղություն ենք ուզում։ Հա լավ է կանում ուզում եք, բայց ուզելով չի ամեն ինչ էս աշխարհում։ Եվ եթե ուզում ենք իրոք խաղաղություն, պետք է դառնանք մենք սեփական ուժերի վրա հենված ուժերի գործոն։ Այդ ժամանակ գարունը կգա։ Մյուս կեղծիքը, որ իբր սուր պայքար կա այդ, ասենք ասած այդ բևերների միջև, իբր շատ սուր sense հակադրություն կա, ոչ մի բան չկա։ Երբ որ խորանում ես, նայում ես կոնցեպտուալ, նույն բանն են ասում։ Մի քիչ երանգներով։ Ես միշտ այդ օրինակը բերում եմ։ Մի 6-7 տեսակի արդեն տարբեր խաղաղություններ եմ հաշվել։ Դե այդ Նիկոլես խաղաղության դարաշրջանը կա, հետո ունենք արժանապատիվ խաղաղություն, ունենք իրական խաղաղություն, իրատեսական խաղաղություն, երաշխավորված խաղաղություն, ուժեղ խաղաղություն, այս վերջերս միտեղ խելամիտ խաղաղություն նաև կարդացի։ Ես կատակ չեմ ասում, բոլորը կոնկրետ քաղաքական ամեն մեկը մի քաղաքական ուժի ներկայացրած առաջարկած ծրագիրն է։ Եվ մենք ասում են, մենք այնքան տարբերվում ենք, մենք ինչով եք հակադրվում։ Դուք բոլոր կարևոր հարցերում նույն եք, կոնցեպտուալ նույն եք։ Ուղղակի ասում եք, դե մենք գնանք մի քիչ ավելի լավ կբանակցենք։ Հիմնական որևէ հարցում հակադրություն չկա։ Եվ սա մյուս մեծ կեղծիքն է։ Այսինքն մեր ժողովուրդը, մենք բոլորը սկսած ինձանից որպես քաղաքացի ընտրող, այսօր չունենք ընտրություն։ Մեզ խաբում են։ Եվ մենք այդ ընտրությունն ենք ուզում ստեղծենք։ Ես այդ սկսած ինձանից, ես ասել եմ, ես այստեղ հայտնվել եմ նաև, որովհետև ես որպես քաղաքացի ընտրություն չունեմ եւ գիտեմ հասկացել եմ, որ ոչ ոք չի ստեղծի դա ինձ համար, որոշեմ ես իմ ընկերների հետ միասին ստեղծեմ, որ ես ինքս ընտրություն ունեմ, իրական ընտրություն։ Հիմա ինչ ենք անելու։ Մոտակա եւ մի քիչ հեռակա։ Մոտական պարզա ուզում ենք մասնակցել ընտրություններին, պատրաստվում ենք մասնակցել ընտրություններին, իհարկե Աստծո օգնությամբ դեռ այնպես թղթաբանություն կա, պետք է գրանցվի կուսակցությունը եւ այլն, բայց ուզում ենք մասնակցել ընտրություններին, ինչ նպատակ ենք լուծում, դա շատ կարևոր է, այդ մասնակցությունը ինքնանպատակ չի։ Եվ այդ նպատակը այս պահին ամենակարևոր նպատակը շատ պարզ է։ Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը իմանա, մենք ներկայացնենք, որ կա իրական այլընտրանք կա այս պաշտոնական ասելիքին, ոչ թե մի քիչ այս կողմենկում իրականը կա։ Մարդիկ շատերը չգիտեն, որ դա նույնիսկ հնարավոր է։ Մենք պետք է ցույց որ հնարավոր է, կա, ընդ որում հնարավոր է դա որակով ձևակերպել, դա պետք է ներկայացնենք։ Մնացած ընտրողների գործը կլինի։ Կընտրեն թե չեն ընտրի, բայց մեր պարտքն է տեղեկացնել եւ ներկայացնել, որ դա կա։ Սա թիվ 1
այս բային առաջին նպատակն է ընտրությունների հետ կապված, սա մեր պարտքն է, նաև այդ դրոշը բարձրացնել, որ ասում էի, եւ ցույց տալ, որ հայ ժողովրդի մեջ կան այդ մարդիկ, կա այդ ոգին, այդ միտքը, կա դիմադրության, սեփական իրավունքների բարձրաձայնման, հայկական գաղափարը չի մահացել։ Բայց ընտրությունները մեր համար կյանքը չի բրծում։ Սա էլ է շատ կարևոր։ Իհարկե եմ ասում, ընտրողները կորոշեն, թե ինչքան ձայն կստանանք, բայց անկախ դրանից մենք շատ լուրջ խնդիրներ ունենք։ Հա, եւ շատ կարևոր է, որ մենք այստեղ էլ մի հատ ավանդույթ ենք ուզում խախտել։ Սովորաբար Հայաստանում ոնց է։ Ընտրություններից առաջ մի հատ ողջևորվում են, մի հատ կուսակցություն են ստեղծում կամ մի քանի հատ, հետո կներեք sense տղեկով, հատկապես տղեկով տվյալ դեպքում հավաքվում են, sense իրանց երևակայության մեջ տոկոսներ են խփում, ողջևորվում են, հետո գնում են իրանց 2% ստանում են, դեպրեսիայի մեջ են գնում, վալեր են կանխում, գնում են տուն։ Մինչև մյուս ընտրությունները մենք այտենց հաստատ չենք անելու։ Այսինքն սա մենք ընտրությունների ավարտից հետո ել ավելի ակտիվ, ել ավելի կազմակերպված շարունակելով եւ դրա ապացույցը հենց մարտական եղբայրության այս 5 տարվա գործունեությունն է, որ մենք ապացուցել ենք մեր կենսունակությունը։ Իհարկե նաեւ ուզում եմ հիմա զուտ հիշատակեմ, որտեղ այդ թեման շատ կարեւոր է եւ շատ երկար կարող ենք խոսել։ Մեզ սպասվում է նաեւ այսպես կոչված սահմանադրության փոփոխության հարակվեն, որը իրականում իր այությամբ լինելու է Հայաստանի անկախության հարակվեն, եւ մենք նաեւ նախընտրական քարոզչությունը պետք է անպայման օգտագործենք այս թեման նախապես ժողովրդին բացահայտելու, որտեղ սա լինելու է հայ ժողովրդի այս 5 տարվա մեջ առաջին շանսը, չէ ասելով այդ պարտադրված Ադրբեջանից թելադրված այդ վերջնագրով ըստ էության փոփոխությանը, եթե չէ ասենք, սա մեր առաջին քայլն է դեպի ազատություն եւ մեր առաջին շանսն է ժողովրդով նորից վերականգնելու մեր արժանապատվությունը, ազատությունը եւ նոր ճանապարհ։ Դեռ սա շատ կարևոր թեմա է, դեռ կխոսենք սրա մասին։ Մենք սրան այսօրվանից ուզում ենք անպայման պատրաստ լինենք, երբ դա լինի, այս տարի կամ մյուս տարի, սա կարևորագույն, նույնիսկ ես կասեի, ընտրություններից ավելի կարևոր քաղաքական process է։ Իհարկե այլ քաղաքական process-ներ էլ կլինեն, թիմ ընտրություններ եւ այլն, բայց ես նաեւ ուզում եմ շեշտել, որ անկախ նաեւ այս ամեն ինչից մենք շարունակելու ենք անընդհատ, անդադար մեր կազմակերպչական գործունեությունը ուժեղացնել, մեր քարոզչությունը եւ ի վերջո իրոք սա վերածելու է հզոր քաղաքական ուժի։ Այսքան եմ անելիքների մասին եւ վերջում։ Իհարկե մենք ասում ենք ազգային հեղափոխություն, սա է մեր վերջնական հեռանկարը։ Մենք պետք է իրոք մեր երկրում իրականացնենք ազգային հեղափոխություն։ Մեր ծրագրի մեջ կա մանրամասն դրա մասին, ես հիմա շատ չեմ խոսա, բայց էությունը, այստեղ ոչ թե խնդիրը միայն փոփոխությունն է իշխանության, այստեղ խնդիրը այդ հեղափոխությունը նախ եւ առաջ գիտակցության հեղափոխություն պետք է լինի, մտածողության, հոգեբանության, եւ դա պետք է շարունակվի արդեն երբ որ նոր կառավարություն ձևավորվի այդ ծրագրով, պետք է ամբողջ համակարգերը, բոլոր համակարգերը երկրի հերթով արմատապես փոխվեն, դա է հեղափոխությունը։ Եվ մենք, ես ուզում եմ ասեմ, որ այս ճանապարհը սկսել ենք, այս ճանապարհը բռնել ենք, որ երբեք չենք նահանջելու այս ճանապարհից, քանի դեռ ինչքան որ Աստված մեզ կյանք է տվել, ինչքան որ շունչ է տվել, ինչքան որ պետք լինի, մի տարի, 10 տարի, 100 տարի էական չի, քանի դեռ մենք կանք, մենք շարունակելու ենք, մինչև որ մենք հասնենք մեր վերջնական նպատակներին, մինչև Հայաստանում ազգային հեղափոխությունը իրականություն դառնա։ Շնորհակալություն։ Կարճ խոսացի, չէ՞։ 12 Շատ լավ։